Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում, շատ ժամանակ չի մնացել Գարեգին ԲՆ գնալու է Տեր Թադէ։ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադէ քահանա Թախմազյանը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի կարգալուծությունից հետո մտածել է, որ հաջորդ կարգալուծությունն իրեն է սպասվում։ Բայց ավելի բարենորոգ եկեղեցի տեսնելու իմ ձգտումները շատ ավելի մեծ են։ Եկեղեցին ծնկի է եկել, արյունակամ է լինում։ Ով ձայն է բարձրացնում, կարգալույծ են անում։ Ինձ համար ամենակարևոր բանն այն է, որ ժողովուրդը գնահատում է, ասում են նա։ Քահանան կարծում է, որ 1999 թվականից, այսինքն Գարեգին ԲԻ կաթողիկոս դառնալուց հետո մեր եկեղեցին բռնազավթվել է, Գարեգին ԲՆ եկեղեցին տանում են նվաստացման, կործանման։ Նա, հավանաբար, այլ երկրների շահերն է սպասարկում։ Հայ ժողովուրդը նրան չի տեսնում հայրապետի գահին։ Երբ ժողովրդին հարցնում են Վազգեն Այից, ասում են սուրբ էր, երբ Գարեգին ԲԻ մասին են հարցնում, ասում են մաֆիոզ է։ Հարցադրմանը ինչու էր հոգևոր իշխանությունը հաշտ ու համերաշխ աշխատում նախկին իշխանությունների հետ, իսկ այս իշխանության հետ ջրերը մի առվով չեն հոսում, զրուցակիցը նկատում է, Քոչարյանի իշխանության օրոք արել են ինչ ուզել են, հաշվետու չեն եղել ժողովրդին։ Սպասում են հայ ժողովուրդն ու իշխանությունը ընկնեն փորձանքի աղետի մեջ, որ դուրս գան քաղաքական մտքեր ասեն։ Հոգևոր հոր խոսքով շատ ժամանակ չի մնացել, Գարեգին ԲՆ կտրիչ Ներսիսյան գնալու է, իսկ եթե ինքնակամ չգնա, ժողովուրդը կհանի։ Նա շեշտում է, սա պատմական շանս է։